Ողջույն սիրելիներ, այսօր շատ փոքրիկ մի պատգամ կա սրտիս, որ ուզում եմ բաժնեկցեմ քեզ հետ։ Պատգամս այսպիսին է. ինչպես կանվանես քո մուտքը։ Երբ Սուրբ Գրքում գրված ասում է, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Ինքը շատ մեծ իմաստ ունեցող կարճ նախադասություն է։ Ինքը մեզ սովորեցնում է մի բան, որ մենք միշտ ուշադիր լինենք մեր մուտքերին։ Ինչպես ենք մուտք գործում, որտեղ ենք մուտք գործում։ Եվ մեր մուտք գործելուց արդյոք հնչում է Տիրոջ անունով եկողն է, Տիրոջով լցված մեկն է։ Արդյոք հնչում է այդ խոսքերը, թե հակառակը։ Մուտքերի բազում տարբերակներ կա։ Հավատացեք, եթե փորձենք դրանք բոլորը համատեղել մեկտեղ, սեֆիրը շատ երկար կտևի, բայց նաև կարող եմ ասել մի բան, որ միգուցե նաև չբավականացնի այդ տարբերակները քննարկելու համար։ Բայց դրանցից ոչ ոք, այսպես ասած, էֆեկտիվնի չէ։ Էֆեկտիվնի է միայն մի տարբերակով։ Երբ որ դու մուտք ես գործում մի վայր, մի միջավայր, եւ եթե դու մուտք ես գործում Աստծով լցված մեկը, այդ միջավայրում կգործեն միայն հոգևոր կանոններ։ Այդ միջավայրում Տերը կլինի իշխան։ Այդ միջավայրում Տիրոջ կամքը հաստատում կլինի, որովհետև դու որոշեցիր մուտք գործել Աստծո կողմից օծյալ մեկը։ Իսկ եթե դու որոշես հակառակ ինչ-որ կերպ մուտք գործել ու ցանկացած միջավայր, որտեղ որ ուզում են աշխատանքային ոլորտը լինի, թե ընկերական ոլորտը լինի, թե ինչ-որ մի դեպքապատային, ինչ էլ ուզում լինի, եթե դու որոշես հակառակ կերպով գործել եւ հակառակ կերպով մտնել այդ միջավայր, ես վստահ եմ, որ այնտեղ Տիրոջ կամքը հաստատուն չլինի։ Տիրոջ գործերն այնտեղ չեն երևա։ Դու ուղղակիորեն կսառեցնես այն գործերը, որը Տերը կամենում էր կատարել քեզանով, քո միջոցով, որտեղ վստահ եմ բազմիցս անգամ դու էլ ինձ նման հաստատ աղոթել ես եւ ասել ես. Տեր, օգտագործի ինձ քո կամքի համեմատ, դարձրու ինձ գործիք քո ձեռքում։ Ես հավատում եմ, որ դու աղոթել ես այս խոսքերը։ Ու հիմա եք միասին շատ փոքրիկ կարճ մի աղոթք անենք։ Տեր Աստված, յուրաքանչյուր վայր, որտեղ որ մենք կմտնենք, Տեր, թող որ մեր քայլերը քո կամքին համեմատ լինեն։ Թող որ մեր մուտքը լինի հաղթական, Տեր, եւ դու փառավորվես յուրաքանչյուր այն վայրում, որտեղ մեր ոտքերը կդիպչեն, Տեր։ Դու փառավորվես մեզանով, Տեր, եւ մեզանում փառավորվես, որպեսզի մեզ տեսնողն էլ, Տեր իմ Աստվածս, փառավորի քեզ, որ գահած ես գահին, Տեր, որ փառած ես գահին իմ Աստված։ Մենք գոհանում ենք քեզանից, Տեր Աստված, որ դու մեզ որպես գործիք օգտագործում ես քո սուրբ ու արդար ձեռքերում, Տեր։ Թող մեզանով, Տեր իմ Աստված, օրհնված լինի մեր շրջապատը, Տեր։ Թող մեզանով օրհնված լինի, Տեր իմ Աստվածս, մեր բարեկամները, մեր հարազատները, մեր ընկերները, Տեր իմ Աստված։ Մենք կանչում ենք քո սուրբ ու պատվական անունը, Տեր Աստվածս, եւ ասում ենք. Տեր, օգտագործիր մեզ քո փառքի համար, Տեր։ Քո փառքի համար առաջնորդիր, Տեր, եւ մեր մուտքը յուրաքանչյուր միջավայր դարձրու հաղթական։ Մենք հնազանդվում ենք քո կամքին եւ խնդրում ենք, որպեսզի դու օգտագործես մեզ, Տեր, քո կամքի ու քո փառքի համար, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Տեր օրհնի քեզ,
Վստահ եմ հուսով եմ, որ փոքրիկ ինչ-որ մի ծիլ կընկնի քո սրտում, և դու այսօրվանից կորոշես մուտք գործել, հաղթական մուտք։ Տերը քեզ հետ, նա քեզ հետ է հավիտյան։ Ամեն։